Պետք է ասած բացարձակ ոչ թե համոզիչ չէ, դա իմ գնահատական անհետեւությունն է, որովհետև մենք մասնավորապես 2008 թվականին արդեն դիմել ենք Թեղուտի հարցի վերաբերյալ ստեղծվել էր ինչ-որ հանձնաժողով, վարչապետը ինչ-որ հանձնարարականներ էր տվել, որոնք պետք է իրականացվեին եւ զրո արդյունք։ Ոչ մի արդյունք վարչապետի հանձնարարականները, նույն վարչապետի հանձնարարականները, իրանք պարզապես հենց դարձան ինչպես բնութագրեն, որ շատ վիրավորական չէ, ինչին սարսի վրա գրված է, ոչ ոք ոչ մի բան տեղ չդրեց։ Եվ այդ նույն մարդը նորից ինչ-որ հավաստ է ասում, եկեք մեր հետ խոսենք, դա անդուրջ է։ Հրավիրեց հանդիպման կգնաք, էլի նույն այս հարցերը բարձրացնեք, հա, իր մոտ, եթե նամակներ եք գրում, տեղ չի ասում, գուցե հանդիպեք անձնապես եւ շարքերից որոշ մարդկանց հետ մենք ուրեմն ասած մեր շարքերաստով ես չգիտեմ ինքը ինչ նկատի ունի, եթե ինքը նկատի 2008 թվականի այդ հանդիպումը, որ մի խումբ ՀԿ-ներ եւ նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ տեսան հանդիպեցին, դա ունեցավ զրոյական արդյունք։ Եթե ինքը դա նկատի ունի, դա ուղղակի ցինիզմ է։ Սա առաջին, ինչ վերաբերում է, մենք կհանդիպենք արցակ թե ոչ, դեռ ոչինչ պարզ չէ, կգան մեր ընկերները Միացյալ Նահանգներից, մենք կնստենք, կքննարկենք, քաշենք օրակարգային հարցեր, կդնենք պահանջներ, հավանաբար։ Եվ եթե իրանք համաձայն լինեն այդ օրակարգի շրջանակներում, սահմանված ժամկետներում ինչ-որ քննարկում սկսել, միգուցե եւ կարողանանք եւ նպատակահարմար գտնենք իրենց հետ խոսել, բայց հիմա ոչինչ ասած չէ։ Հաստատին վարչապետին ներկայացված է այդ դիմումը 250 հոգի դա ստորագրել են, որ պատասխանատվության ենթարկի բնապահպանության նախարարությանը, սկսած նախարարից, աշխատակազմի ղեկավարից եւ վերջացած մնացած բոլոր տեսուչներով, ովքեր տալիս են սխալ եզրակացություններ, ովքեր փաստացիորեն ձախողում են իրենց աշխատանք։ Այսինքն նա իր լծակների մեջ ունի սկսած ուրեմն պաշտոնազրկումից, վերջացած փաստացի դիմելու դատախազություն նաեւ ինքը որպես վարչապետ, որպեսզի իրենք պատասխանատվության ենթարկվեն, նա չի արել եւ ընդհանրապես հրապարակային հայտարարել է, որ մենք ձեզ հետ կհանդիպենք։ Նա ասում է մի բան, որը շատ ավելի ցածր է իր մակարդակով ակնկալված գործողությունից, այսինքն հանդիպելու խնդիր չկա դրված։